Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Դուք երբեք չեք կարող հին մտածողության շրջանակում տեղավորել այն նորը, որ Քրիստոսն արել է մեզ համար։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Ձեզնից քանիսն են իսկապես ուրախ, որ կամ գիտեն, կամ սովորում են Աստծո խոսքը։ Երկրպագության ժամանակ ես մտածում էի, որ Աստծո խոսքը գործում է, և եթե այն չի գործում քեզ համար, պատճառն այն է, որ դու չես գործում խոսքի համաձայն։ Երբ անենք այն, ինչ ասում է Աստվածաշունչը, մեր կյանքերը կփոխվեն։ Կփոխվեն ոչ թե անմիջապես, այլ աստիճանաբար, քիչ-քիչ։ Բայց եթե ամուր կառչեք Աստծուց, ձեր կյանքը լիովին և հիմնովին կվերափոխվի։ Այս առավոտ խոսելու եմ օրենքի և շնորհքի տարբերության և այն մասին, թե ինչպես ենք մենք, որպես նոր ուխտի քրիստոնյաներ, այդ ուխտին հաճախ խառնում հին ուխտից մասնիկներ, որոնք թուլացնում են այն։ Գիտեք, Սատանան ուզում է, որ մենք լինենք օրինապաշտներ։ Կարծում եմ, մեր կյանքում ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, որ ապրենք սուրբ կյանքով, չդառնալով օրինապաշտ։ Մենք կանչված ենք սրբության, բայց շատերը, որ փորձում են ապրել սուրբ կյանքով, այնքան կանոններ և կարգեր են ստեղծում իրենց համար, որ դառնում են օրինապաշտներ։ Երբ դառնում ես օրինապաշտ, առաջինը, որ անում ես, սկսում ես դատել ուրիշներին, որոնք չեն անում այն, ինչ դու ես անում։ Կամ այնքան, որքան դու ես անում, կամ այնպես, ինչպես դու ես անում։ Ես եղել եմ օրինապաշտ քրիստոնյա և հրաշալի փարիսեցի կդառնայի։ Մտածում եմ, որ այստեղ իմ ընկերներից ոմանք կարող են նույնն ասել։ Հիսուսն այնքան շատ բան է արել մեզ համար, բայց մենք չենք կարող վայելել այդ ամենը, մինչև չսովորենք բաց թողնել հինը և վերցնել նորը։ Ուզում եմ սկսել Մատթեոսի 9-րդ գլխից։ Զարմանալի է, թե որքան բան է տեղի ունենում Աստվածաշնչի այս մեկ գլխում։ Հիսուսը մտնում է նավակը, անցնում լճի մյուս կողմը, դեպի Կափառնայում։ Եվ երկրորդ խոսքում ասվում է. «Եվ ահա մի անդամալույց բերին նրա մոտ, մահճի մեջ դրած, և Հիսուսը անդամալույծին ասաց. Քո մեղքերը ներված են քեզ»։ Դպիրներին և փարիսեցիներին դուր չեկավ դա, որովհետև կրոնական մարդկանց երբեք ոչինչ դուր չի գալիս։ Դու երբեք չես տեսել մռայլ, տաղտկալի անձնավորություն։ Եթե չես հանդիպել կրոնական մարդու, ես չեմ խոսում նոր ուխտի, երջանիկ օրհնված Աստծո շնորհքով ապրող քրիստոնյայի մասին, ես խոսում եմ հին կրոնապաշտի մասին, որը հետևում է մի շարք կանոնների և կարգերի, և զայրանում է այն մարդու վրա, ով չի հետևում։ Նույնիսկ երբ որևէ լավ բան ես անում, նա ինչ-որ սխալ է գտնում քո արածի մեջ, թեև ինքը ոչինչ չի անում։ Ես գիտեմ, որ ինձ դատում են ասելով. «Ինչ կարծիք ունի իր մասին»։ Առնվազն ես օգնում եմ մարդկանց, դուք ինչ եք անում։ Հիսուսն այնքան բարի գործեր էր անում, բայց փարիսեցիներին երբեք դուր չէր գալիս դա։ Ինչ էլ նա աներ, նրանց դուր չէր գալիս։ Նրանք բերեցին Հիսուսի մոտ անդամալույծին, և նա անմիջապես չասաց. «Եղիր բժշկված», նա ասաց. «Քո մեղքերը թողված են քեզ», և դպիրներն ասացին. «Ինչ կարծիք ունի իր մասին»։ 4-րդ խոսք։ Հիսուսը նրանց խորհուրդները տեսնելով ասաց. «Ինչու եք չար բաներ խորհում ձեր սրտերում»։ Այս պահին հետաքրքիր է հիշել, որ Հիսուսը գիտի մեր մտքերը։ Ամեն։ Սաղմոս 139-ում ասվում է, որ նա գիտի մեր բոլոր մտածմունքները և բոլոր խոսքերը, որ պետք է ասենք։ Բայց Հիսուսն ասաց. «Շատ լավ, ձեզ դուր չի գալիս այն փաստը, որ ես ներեցի նրա մեղքերը, ուստի թույլ տվեք հարցնել, ո՞րն է ավելի հեշտ, ասել քո մեղքերը թողված են քեզ, թե ասել վեր կաց և ման եկ»։ Որպեսզի նրանց ապացուցեր, որ մարդու որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր թողնելու, նաև բժշկեց անդամալույծին։ Գիտեք, մենք տարօրինակ պատկերացում ունենք հրաշքների մասին։
Երբ մտածում ենք հրաշքի մասին, կարծես միշտ մտածում ենք բժշկության հրաշքի մասին։ Վերջերս մի հավաքույթի ժամանակ մարդկանց հնարավորություն տվեցինք հարցեր տալու և նրանցից մեկն ասաց. «Ո՞րն է եղել ձեր տեսած վերջին հրաշքը»։ Ես մտածեցի և ասացի. «Վերջին հրաշքն այն էր, երբ վերջին անգամ տեսա ինձ հայելու մեջ»։ Որովհետև եթե վերստին ծնված հավատացյալ ես, դու հրաշք ես։ Ամեն։ Ես չեմ կարծում, որ միայն բժշկությունը պետք է համարենք հրաշք։ Գիտեք, ասում են, որ հրաշքը մի բան է, որը ոչ ոք չի կարող բացատրել։ Ես չեմ կարող բացատրել, թե ինչու եմ իմ կյանքում հասել այս կետին, որովհետև բնական չափանիշներով ես անշուշտ չպետք է լինեի այստեղ։ Երբ դպրոցում էի, այդքան էլ լավ չէի անգլերենից, ես ցածր գնահատականներ էի ստանում։ Իսկ հիմա ամեն օր ես խոսում եմ աշխարհի տարբեր կողմերում ապրող մարդկանց հետ 110 տարբեր լեզուներով։ Ես մի կերպ եմ հանձնել անգլերենի քննությունը, իհարկե չեմ խոսում այդ բոլոր լեզուներով, հաղորդումը թարգմանվում է այդ լեզուներով։ Բայց ասածս այն է, որ տեսնելով, թե ինչ է Աստված արել իմ կյանքում, ինչպես է ինձ բժշկել, ինչ է թույլ տվել, որ անեմ, այո, ամեն անգամ, երբ նայում եմ ինձ հայելու մեջ, ստիպված եմ լինում ասելու. «Դու հրաշք ես, որովհետև գիտեմ, թե ինչ խառնաշփոթի մեջ էի ես»։ Իմ կյանքն այնպիսի խառնաշփոթ էր, մանկության տարիներին ես սեռական բռնության եմ ենթարկվել հորս կողմից։ Հոգիս վիրավորված ու խոցված էր, ինքնությունս խաթարված, և ես չէի կարողանում ճիշտ մտածել։ Արդեն 45 տարի է քայլում եմ Աստծո հետ, և կարող եմ ասել, որ այդ ընթացքում ամուսինս հավանաբար ապրել է 20 տարբեր կանանց հետ։ Կարծում եմ դա ավելի հետաքրքիր է դարձրել նրա կյանքը։ Հարկ չկա, որ նա գնա նոր կին գտնելու, որովհետև Աստված կփոխի ինձ և ես մի փոքր այլ կլինեմ, քան նախկինում էի։ Մի քանի տարի անց կրկին ես մի փոքր այլ կլինեմ։ Ձեզնից քանիսն են հայտնաբերել, որ Աստված պարզապես շարունակում է։ Եթե դուք կարճում եք Աստծուց, նա պարզապես շարունակում է փոխել ձեզ, և ես կասեմ, դա երբեք չի դադարում, քանի դեռ դուք այստեղ եք այս երկրի վրա, փառք Աստծո, բայց գիտեք ինչ։ Դուք նույնիսկ չափազանց շատ անհանգստանալու կարիք չունեք այն բաների համար, որոնք սխալ են ձեր մեջ, որովհետև քանի դեռ քայլում եք Աստծո հետ, քիչ-քիչ կփոխվեք։ Բայց նույնիսկ երբ նա վերադառնա մեզ տուն տանելու, դեռևս ինչ-որ բաներ սխալ կլինեն մեր մեջ, բայց Աստվածաշունչն ասում է, որ նա միայն չի վերադառնում երկրորդ անգամ։ Միթե դա բարի լուր չէ։ Այլ երբ նա գա, մենք կփոխվենք մի ակնթարթում։ Գրված է, որ նա չի վերադառնում փրկություն բերելու համար, քանի որ արդեն արել է դա, նա վերադառնում է, որ մեզ հասցնի լիարժեք փրկության։ Եվ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ դեռ սխալ ենք անում կամ դեռ սխալ է մեր մեջ, մեկ ակնթարթում կփոխվի, այսինքն աչքի մեկ թարթումով։ Այն ամենը, ինչ սխալ է ձեր կյանքում, ամբողջությամբ կշտկվի։ Միթե դա հրաշալիոր չի լինի։ Ամեն։ Եվ այսպես Հիսուսն առաջ շարժվեց և բժշկեց այդ մարդուն, որպեսզի նրանք բավարարվեին, բայց նրանք դարձյալ գոհ չէին, քանի որ նման մարդիկ երբեք չեն բավարարվում։ Այնուհետև 9-րդ խոսքում նա կանչեց Մատթեոսին, որը հարկահավաք էր, և նրանց դուր չեկավ դա, քանի որ նրանք չէին սիրում հարկահավաքներին։ Ավելին, նա գնաց Մատթեոսի տուն ընթրիքի։ Մատթեոսը հրավիրել էր հատկապես չարագործ մեղավորների, ես կլինեի այդ խմբում, և մի խումբ այլ հարկահավաքների։ Եվ հիմա փարիսեցիներն իսկապես վրդովվեցին։ Իրականում կարծես նրանք մշտապես վրդովված էին ապրում։ Երբ Հիսուսը լսեց, որ նրանք վրդովված են, ասաց. «Ես չեմ եկել նրանց համար, ովքեր բժշկի կարիք չունեն, այլ նրանց, ովքեր տկար են և հիվանդ»։ Այսպիսով նա ըստ էության ասում էր. «Գիտեք, դուք կարծում եք, որ ամեն ինչ ճիշտ եք հասկացել, եթե այդպես է, ապա ես ձեզ համար չեմ եկել։ Ես եկել եմ այս մարդկանց համար, որոնք իմ կարիքն ունեն»։ Եվ ապա 13-րդ խոսքում ասվում է. «Գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ։ Աստված ուզում է մեզ ողորմություն ցուցաբերել, նա չի ուզում, որ իրեն զոհաբերություններ մատուցենք, երբ մեղանչում ենք,
քանի որ միակ զոհաբերությունը, որ երբևէ անհրաժեշտ կլինի, արդեն արվել է։ Աստված ուզում է, որ խաչին նայենք, երբ որևէ սխալ ենք գործում։ Եվ դժվար է հասնել այն կետին, երբ կարող ես ընդունել, որ քո գործած սխալը մեղք է, խոստովանել դա Աստծուն, ասել, որ ուզում ես շրջվել դրանից, այնուհետև պատրաստ լինել շրջվել դրանից, ստանալ ներումը, ապա բառացիորեն առաջ շարժվել և չունենալ մեղքի զգացում։ Քանիսդ եք սխալ գործելուց և ներողություն խնդրելուց հետո որոշ ժամանակ դեռ մեղավորության զգացում ունենում։ Կարծում եմ, երբեմն մեր մեղքերը բաժանում են կատեգորիաների՝ փոքր, միջին և մեծ։ Փոքր մեղքի համար կարող ես ընդամենը մի քանի ժամ մեղավոր զգալ, միջինի համար պահանջվում է մի քանի օր, իսկ մեծի համար երկար ժամանակ է անհրաժեշտ։ Երկար ժամանակ ես կրում էի մեղավորության այդ պարկը։ 70-ականներին խոսքի և հավատքի շարժման ժամանակ ես սովորում էի հավատքի մասին։ Աստված իմ, ես օգտագործում էի իմ հավատքը ամեն ինչի համար, ես հավատում էի Աստծուն նույնիսկ այն բաների համար, որոնք ինձ ընդհանրապես անհրաժեշտ չէին։ Իրականում ես հասունանալու և աճելու կարիք ունեի, բայց երբեք չէի աղոթում դրա համար։ Գիտեք, երբ նայում ենք Պողոսի աղոթքներին, կար մի բան, որի համար նա երբեք չէր աղոթում։ Նա երբեք չէր աղոթում, որ հավատացյալների խնդիրները վերանան։ Նա միայն աղոթում էր այն բաների համար, որոնք կօգնեին նրանց հոգևորապես աճելու։ Նրանց խնդիրների վերացման համար աղոթելու փոխարեն նա աղոթում էր, որ նրանք ունենան ուժ դիմանալու ցանկացած դժվարության և պահպանելու լավ տրամադրություն, մինչ նեղության մեջ են։ Կարծում եմ հաճախ մենք սխալ ենք աղոթում, մեզ պետք չէ, որ մեր խնդիրները վերանան։ Մենք պետք է ավելի ուժեղ լինենք, լսեցիք։ Մենք ավելի ուժեղ պետք է լինենք հոգով, քանի որ ուժեղ հոգին օգնում է մարդուն դիմանալու մարմնական ցավին ու դժվարությանը։ Այս տարվա սկզբին դժբախտ պատահար ունեցա։ Պետք է ենթարկվեի մեջքի վիրահատական միջամտության։ Ողնաշարից նեղացում ունեի, փոքրիկ կտրվածք էին անելու։ Վիրահատությունը տևելու էր 1 ժամից քիչ և 1-2 շաբաթից ապաքինվելու էի։ Բայց ինչ-որ բան պատահեց և վիրահատարանում թրոմբ առաջացավ և ստիպված եղան երկրորդ անգամ վիրահատել, ինչը հանգեցրեց այս ոտքիս նյարդի վնասմանը։ Ուստի 2 շաբաթ անցկացրի վերականգնողական հիվանդանոցում և վերջապես հասա այն վիճակին, որ կարող էի քայլակով տուն գնալ։ Տուն վերադառնալով ընկա և կոտրեցի մյուս ոտքս։ Այսպիսով 2.5 ամիս մնացի անվասայլակի մեջ և չեմ խոսի այն մասին, թե ինչի միջով անցա։ Բայց հենց սկզբում առաջին բանը, որ ասացի Աստծուն, սա էր. Աստված, ես ուզում եմ ճիշտ վարվել։ Ուզում եմ վարվել այնպես, ինչպես ուրիշներին կասեի վարվել այն ժամանակ, երբ ունես խնդիրներ։ Գիտեք, որքան հեշտ է խորհուրդ տալը։ Երբեմն, երբ խնդիր ես ունենում և ուզում ես իմանալ, թե ինչ պետք է անես, պարզապես արա այն, ինչ մեկ ուրիշին կասեիր, որ անի, եթե դիմեր քեզ նույն խնդրով։ Աստված իսկապես օգնեց ինձ այդ ընթացքում և ես իրականում մնացի բարեհամբույր և քաղցր, չբողոքեցի կամ չտրտնջացի և զգույշ եղա, որ չհպարտանամ, որովհետև այդ դեպքում էլ անախորժության մեջ կհայտնվեի։ Մենք փորձում ենք ամեն ինչ հասկանալ, այնպես չէ։ Ինչու սա պատահեց ինձ հետ, ինչու, երբ։ Իսկ Աստված պարզապես ուզում է, որ վստահենք իրեն։ Այսպիսով այդ ժամանակ ես ասացի այդ խոսքերը, գիտեք։ Ես չգիտեի, թե ինչու դա պատահեց, դա անտրամաբանական էր, քանի որ ստիպված եղա չեղարկել համաժողովները։ Ես չէի կարողանում գտնել դրանում որևէ լավ բան, բայց Աստված գիտի այն, ինչ մենք չգիտենք։ Եվ եթե դա պարզապես փորձություն էր, միևնույն է, բարի էր ինձ համար, քանի որ մենք պետք է մարզվենք ինչ-որ բանում ուժեղ մնալու համար։ Երբ կյանքումդ խառնաշփոթ է, միևնույն է, կարող ես օրհնված լինել այդ խառնաշփոթի մեջ, եթե վարվես Աստծո ճանապարհների համաձայն։ Երբեմն մենք հրաշալի քրիստոնյա ենք, քանի դեռ խնդիր չունենք։ Եվ այն ժամանակ մենք դառնում ենք այլ մարդ։ Աստված չի ուզում, որ այդպիսին լինենք, նա ուզում է, որ մենք կայուն լինենք ամեն բանի մեջ։ Ամեն։ Այսպիսով վերադառնանք Մատթեոսի 9-րդ գլխին։ Հիսուսը գնաց ճաշելու այս հարկահավաքների հետ։
Եվ իհարկե նրանց սա էլ դուր չեկավ, նա ասաց. «Գնացեք եւ սովորեք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ»։ Ես մեծ դժվարությամբ հասկացա Սուրբ գրային այդ խոսքը։ Ես պարզապես մտածում էի. դու ուզում ես ողորմություն, ոչ թե զոհ։ Նա ուզում է, որ մենք ընդունենք իր ողորմությունը, երբ սխալներ ենք անում, եւ չփորձենք զոհաբերություններ մատուցել, քանի որ միակ անհրաժեշտ զոհաբերությունը արդեն արվել է։ Եվ այսպես 70-ականներին, երբ սովորում էի հավատքի մասին եւ գործածում էի իմ հավատքը այնպիսի բաների համար, որոնք ինձ անհրաժեշտ չէին, Աստված ասաց. եթե ուզում ես օգտագործել քո հավատքը իսկապես մեծ բանի համար, օգտագործիր այն մեղքի զգացումից լիովին ազատ լինելու համար։ Լավ, միթե ես չպետք է մեղավոր զգամ, երբ ինչ-որ սխալ եմ անում։ Աստվածաշունչը Հակոբոսի թղթում ասում է, որ դու պետք է լաց լինես եւ սգաս քո մեղքի համար, բայց չի ասում, որ պետք է շարունակես երկար ժամանակ անել դա Աստծո ներումը ստանալուց հետո։ Երբ նա ներում է մեղքը, հեռացնում է այնքան, որքան հեռու է արևելքը արևմուտքից, այլևս չի հիշում այն։ Ուստի, եթե վերադառնում ես եւ Աստծո հետ խոսում այն բանի մասին, որի համար արդեն ներում ես խնդրել, նա նույնիսկ չգիտի, թե ինչի մասին ես խոսում։ Սա կօգնի ձեզ, բայց դուք կարծես այլ կերպ եք մտածում։ Գիտեմ, որովհետեւ մենք իրական խնդիր ունենք այս առումով։ Ինչի պատճառով վատնում ենք Աստծո ժամանակը։ Մի անգամ, երբ կրում էի մեղքի զգացումով լի իմ փոքրիկ պարկը, որովհետև ինչ-որ սխալ էի արել եւ մեղավոր էի զգում, Տերն ասաց. Եթե դեմ չես, կարող ես պարզապես ընդունել իմ ներումը եւ առաջ ընթանալ, որովհետև ես շատ գործ ունեմ քեզ համար, եւ այս վիճակում դու պիտանի չես ինձ համար։ Աստված չի կարող գործածել մեզ որևէ նպատակով, եթե նույնիսկ ինքներս մեզ չենք սիրում։ Այսպիսով նա ցանկանում է, որ ընդունենք իր ողորմությունը եւ չփորձենք զոհ մատուցել իրեն, ընդունենք իր ողորմությունը եւ շնորհակալություն հայտնենք արդեն կատարված զոհաբերության համար։ Եվ Աստվածաշունչում բազմիցս ասվում է, որ նա արեց դա մեկընդմիշտ։ Հաջորդ ծառայությանը ես կանդրադառնամ դրան, դա այնպիսի հայտարարություն է։ Եվ շարունակ կրկնվում է Եբրայեցիների թղթում։ Նա դա արեց մեկ անգամ։ Իսկ հին ուխտում քահանաները պետք է զոհաբերություն մատուցեին տարեց տարի, եւ նրանց մեղքը երբեք չէր ներվում, այն միայն ծածկվում էր։ Մեր մեղքերը լիովին մաքրված են, նա այլևս չի հիշում դրանք։ Ամեն։ Եվ նա արեց դա միայն մեկ անգամ։ Գիտեք, որ ձեր յուրաքանչյուր մեղքի համար, որ երբևէ կգործեք, արդեն հոգ է տարվել։ Նա ստիպված չէ վճարել ամեն անգամ, երբ մեղանչում եք, նա արեց դա մեկ անգամ եւ բոլորի համար։ Դա նշանակում է, որ ոչ ոք այս դահլիճում կամ որևէ այլ շենքում, ինչպես նաեւ ովքեր, որ դիտում են մեզ հեռուստացույցով կամ համակարգչով, զրկված չեն Աստծո ներումից։ Յուրաքանչյուրը անկախ նրանից, թե ինչ է արել, կարող է ունենալ Աստծո ներումը։ Հուսով եմ եւ աղոթում եմ, որ երբ սա ասացի, շուրջ կես միլիոն մարդ, եկեք հավատանք շատին, կես միլիոն, որ դիտում է մեզ հեռուստատեսությամբ, մտածեց, փառք Աստծուն, ինձ համար հույս կա։ Ամեն։ Երբ փորձում էի հասկանալ, թե ինչ է այս խոսքը նշանակում, Աստված տվեց ինձ օրինակ, եւ ես մի բան տեսա։ Մեր որդին, որ այժմ 44 տարեկան է, երբ փոքր էր, մոտավորապես 5 տարեկան, դրսում շատ էր խաղում։ Մեր թաղամասում մի սրիկա կար։ Գիտեք, սատանան սրիկա է, եւ նա միշտ մեր թաղամասում է։ Եվ այս սրիկան Դենիի գնդակը խլում էր եւ նետում կոյուղի։ Դենին գալիս էր տուն։
Մենք ավտոտնակի դուռը միշտ բաց էինք պահում եւ երեխաները խոհանոցով ներս ու դուրս էին անում։ Շատ անգամներ Դեյվը նստած էր լինում հյուրասենյակի անկյունում, երբ Դենին մտնում էր ու ասում. «Հայրիկ, այս ինչը վերցրեց իմ գնդակը եւ նետեց կոյուղի»։ Ասեմ ձեզ, Դեյվը ցատկում էր աթոռից, դուրս էր գալիս հետևի դռնով եւ անում այն, ինչ անհրաժեշտ էր։ Մեր որդին նույնպես մի փոքր անկարգ էր։ Լավ, նա շատ անկարգ էր։ Եվ այսպես, մենք ունեինք կանոնների ցանկ, որտեղ նշված էին այն բաները, որոնք նա պետք է աներ ամեն օր. անկողինը հավաքել, աղբը դուրս հանել, շանը կերակրել եւ այլն։ Եվ Տերը ինձ մի բան ցույց տվեց։ Մենք նրան սովորեցնում եւ մարզում էինք։ Այն, ինչ նա սխալ էր անում, սովորում էր ճիշտ անել։ Բայց երբ նա կարիք էր ունենում նախքան նրան օգնելը, մենք չէինք ստուգում այդ ցանկը, որպեսզի տեսնեինք, թե արդյոք նա ամեն բան արել է։ Դուք չհասկացաք, կարծում եմ պետք է կրկնեմ։ Եթե դու Աստծո զավակ ես, երբ կարիք ես ունենում, կարևոր չէ, թե քո ցանկում քանի կետ դեռ չի կատարվել։ Ես խոսում եմ ձեզ հետ։ Կարծես թե հասկանում եք։ Օ, ես 3 օր Աստվածաշունչ չեմ կարդացել։ Ես 3 ընդհանրապես չեմ աղոթել, ես պարզապես մոռացել եմ դրա մասին։ Ես նույնիսկ Աստծո մասին չեմ մտածել։ Եվ հանկարծ դու ունենում ես կարիք ու սատանան փորձում է ստիպել քեզ մտածել, որ դու արժանի չես, որ Աստված օգնի քեզ։ Բայց դու նույնիսկ չպիտի մտածես խնդրելու մասին, այլ պարզապես պետք է աղաղակես. «Հայրիկ»։ Եվ երբ այդպես վարվես, նա կհասնի քեզ օգնության։ Այնուհետև կլուծի այն ամենի հարցը, ինչը լուծման կարիք ունի։ Ամեն։ Չգիտեմ, բայց դուք այնպես զարմացած եք նայում։ Արդյոք ես ճիշտ տեղում եմ, ճիշտ խոսքով։ Շատ լավ, այնուհետև նա ասում է մի բան, որը մի փոքր տարօրինակ է թվում։ 16-րդ խոսքում նա ասում է. «Ոչ ոք նոր լաթից կարկատան չի գցի հին հանդերձի վրա, որովհետև նրա լրությունը կարկատանը կառնի հանդերձից եւ պատրվածքն էլ ավելի չար կլինի»։ Եթե դուք լավ չեք հասկանում, թե ինչ է դա, այն օրերին մարդիկ կարկատան էին անում։ Այժմ մենք դա չենք անում, մենք նետում ենք եւ նորը վերցնում։ Բայց նրանք կարկատում էին իրերը, երբ դրանք պատրվում էին, եւ այսպես նա ասաց. «Մի վերցրեք նոր կտորը եւ մի դրեք այն հին հագուստի վրա, որովհետեւ այդ հագուստն արդեն լվացվել է եւ նեղացել։ Եվ եթե դրա վրա նոր կտոր դնեք, լվանալիս այն կնեղանա եւ կպոկվի պատրվածքից եւ ավելի վատ կլինի»։ Այնուհետև նա ասում է. «Եվ նոր գինին էլ հին տիկերի մեջ չեն լցնի»։ Ապա թե ոչ, տիկերը կպատրվեն եւ գինին կթափվի։ Սա շատ կարևոր է, քանի որ գինին խորհրդանշում է Սուրբ Հոգուն։ Այն խորհրդանշում է Սուրբ Հոգու զորությունը։ Այն խորհրդանշում է այն զորությունը, որով Աստված ուզում է, որ իր զավակները քայլեն։ Այն խորհրդանշում է շնորհքը եւ Աստծո սերը։ Այսպիսով նա ասաց. «Մենք չենք ուզում, որ նոր գինին թափվի»։ Այնպես որ դուք չեք կարող այն լցնել հին տիկերի մեջ, ինչն նա նկատի ունի։ Դուք երբեք չեք կարող հին մտածողության շրջանակում տեղավորել այն նորը, որ Քրիստոսն արել է մեզ համար։ Ահա թե ինչու է Աստվածաշունչն ասում, որպեսզի ընդունենք այն, ինչ Հիսուսն արեց մեզ համար, պետք է նորոգենք մեր միտքը, ինչպես գրված է Հռոմեացիների 12:2-ում։ Ես զգում եմ, որ դա այն է, ինչ կատարվում է շատերիդ հետ այսօր առավոտյան։ Ես սովորեցնում եմ տարիներ շարունակ եւ գիտեք, շատ դեպքերում, երբ մարդիկ լուռ են, նշանակում է ինչ-որ բան են սովորում, ինչը լավ է։ Գիտեք, քարոզիչները սիրում են աղմկոտ բազմություն, որովհետև դա ստիպում է նրանց մտածել, որ բոլորը սիրում են իրենց։ Բայց Դեյվն ինձ կրկին ու կրկին ասում է, որ երբ մարդիկ ծափահարում են եւ համաձայնում, արդեն գիտեն, թե ինչ ես ասում, երբ լուռ են, ինչ-որ բան են սովորում։
Սա շատ կարևոր է, քանի որ նոր ուխտի շատ հավատացյալներ նույնիսկ չնչին չափով չեն օգտվում Աստծո զավակ լինելու իրենց արտոնություններից։ Եվ պատճառն այն է, որ նրանք դեռևս խառնում են հինը նորի հետ։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։